Մենք տաղավարում ենք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ պետք է ասեմ, որ մեր խոհանոցային բաժինը նման է այն կարևոր համեմունքին, որը լիարժեք է դարձնում տվյալ ուտեստը։ Այո, առանց մեր խոհանոցային բաժնի ինչ-որ մի բան կիսատ կմնա առհասարակ առավոտ լուսոից։ Եվ քանի որ իմ գործընկերուհին Մանեն այսօր յուրահատուկ սիրուն է եւ գեղեցիկ, քանի որ այսօր յուրահատուկ հմայիչ է նաեւ Անուշը, ում հիմա ասում ենք բարի լույս, ողջույն, տեսեք թե ինչ յուրահատուկ բաղադրատոմս է մեզ այսօր առաջարկելու։ Բարև։ Ողջույն, սիրելի գործընկերներ, բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Մենք այսօր կպատրաստենք հետաքրքիր մի նախուտեստ, որը շատ արագ է պատրաստվում։ Միայն անհրաժեշտ է ունենանք այս բաղադրիչները եւ շատ արագ կարող ենք մեր հյուրերին զարմացնել, հիացնել։ Մեզ անհրաժեշտ է պրոշուտո, պեստո, ստրաչատելա պանիր, կրեմ պանիր, ռուկոլա, պարմեզան պանիր, լոլիկի չիր եւ կապար։ Սկսենք, մենք կարող ենք այս ամենը մի անգամից փաթաթել մեկ ամբողջական ռոլ ստանալ, բայց մենք առանձին գեղեցիկ կպատրաստենք հիմա։ Հատուկ ուշադրությամբ յուրաքանչյուր փոքրիկ ռոլը։ Այո։ Ինչ ենք անում։ Առաջինը սկսում ենք կրեմ պանիրից։ Սկսում ենք կրեմ պանիրը։ Եվ մեր գործընկերուհի Անուշը որ մարդկանց թվին է դասվում, ովքեր սիրում են բնության այս ցուրտ պայմանները, այս գեղեցկությունը նաև որ ստեղծում է բնությունը, թե ամեն դեպքում Անուշ դու էլ լիարժեք սպասում ես ավելի տաք օրերին եւ ավելի տաք բաղադրատոմսերին։ Իհարկե։ Սպասում ես տաքությամբ։ Սպասում եմ, ես սիրում եմ արևը, սիրում եմ ավելի տաք եղանակ, ճիշտն ասած, բայց այնպես չէ, որ շատ տխրում եմ, երբ տեսնում եմ օրինակ մառախուղ է կամ մի քիչ ավելի սառն է եղանակը, փորձում եմ ամեն ինչից ավելի այդպես հաճույք ստանալ, չփորձել, չտխրել դրանից կարևորը, այո, եւ որպեսզի տրամադրության վրա չազդի։ Հիմա լոլիկի չիրը կտրենք։ Երբ դու թվում էիր բաղադրիչները, Անուշ, ես իմ մտքում կարծես հավաքեցի արդեն պիցա, որովհետև այս նույն տարբերակը կարելի է պիցայի հետ պիցայի վրա ստանալ, եթե կա ինչպիսին էր այն խմորը, որ դու առաջարկել էիր մեկ անգամ մեր հեռուստադիտողներին, թթխմորը, չէ, ինչպես էր պատրաստված պիցայի խմորը, չեմ հիշում։ Պիցայի խմորը թթխմորով։ Թթխմորով, այո, ճիշտ էի հիշում։ Թթխմորով պատրաստված, վերջում ստացվում է շատ բարակ, նրբահամ եւ խրթխրթան պիցա, որը կարելի է նաեւ պատրաստել այս բաղադրիչներով։ Պիցայի վրա ընդհանրապես ով ինչ սիրում է, ավելացնում է խմորի վրա եւ արդեն դառնում է շատ հաճելի։ Ստացվում է սեփական հեղինակային պիցան։ Իսկ այս բաղադրատոմսը քեզ երբ է հանդիպել կամ արդյոք սա քո մոտեցումն է թե ոչ։ Ես տեսել եմ բլոգերների մոտ արտասահմանյան եւ հավանում եմ, շատ սիրում եմ։ Գեղեցիկ է մատուցման ձևը, նայեք, դիտավորյալ կանաչին դնում ենք այսպես մի փոքր թողնում ենք դուրս, այո, որպեսզի գեղեցիկ լինի։ Ու այսպես մենք հիմա հերթով կդասավորենք բոլորը։ Եվ գեղեցիկ է, գունեղ է, եւ հոմեղ է, ամենակարևորը։ Կփորձենք եւ հուսանք, որ կվայելենք բոլոր համային հատկանիշներով եւ այն նրբությամբ ըստիս շատ նուրբ համային այսպես համադրություններ է ունենալու նախուտեստը։ Շատ արագ պատրաստվող։ Այո, իսկապես շատ արագ, գեղեցիկ եւ իհարկե ամենակարևորը նշեց Անուշը սկզբում զարմացնող հյուրերին, որովհետեւ օրինակ շատ-շատերի տանը կարելի է հանդիպել հատկապես երբ հյուրեր կան ու տոնական սեղանի ենք նախապատրաստվում, հայտնի եւ յուրաքանչյուրի վստահ եմ գոնե մեկ անգամ պատրաստել եք սմբուկով ռոլերը, որտեղ օգտագործվում է կամ կրեմ պանիր, կամ թթվասեր եւ միջուկի մեջ օգտագործում են նաեւ ընկուզեղեն եւ պատրաստում են այդ տարբերակով, իսկ սա էլ ավելի նրբահամ, ավելի գեղեցիկ, յուրահատուկ մի բաղադրատոմս է, որով կարելի է իսկապես զարմացնել եւ ընթացքում գիտեք ինչ էի մտածում, ինչպես երաժշտության մեջ օրինակ ասում են դե նոտաները պարզ են բոլորին, բայց յուրաքանչյուր հաջորդ կոմպոզիտորը իր հաջորդ ստեղծագործության մեջ մի նոր հնչյուն կարծես մեղեդի կբացահայտի ստեղծագործելով, նույնն էլ խոհանոցում խոհարարները, որովհետեւ մենք գիտենք բոլոր բաղադրիչները, բայց մեկ էլ արի ուտես, որ մի արդեն հայտնի ուտեստին ավելացնում են 1-2 նոր բաղադրիչ կամ փոփոխ
փոխում են հիմնովի եւ խառնում են ամեն բան այնպես, որ քեզ կթվա օրինակ այս կամ այն բաղադրիչը մեկ ուտեստի մեջ անհնար է որ լինի, Այո։ բայց մեկ էլ զարմանում ենք իսկապես համից եւ վստահ եմ, որ այս բաղադրատոմսը եւս այդ զարմանքներից մեկը կլինի շատերի համար։ Իսկապես ճիշտ ես ասում, Մանե։ Մենք մի փոքր սև պղպեղ էլ ավելացնենք։ Եվ հիմա պատրաստենք մեր երկրորդ ռոլը։ Իդեպ ես երեք երբ նախապատրաստվում էի այս բաղադրատոմսը եւ հասկացա, որ պետք է այս բաղադրատոմսը պատրաստեմ այսօր, հենց մտածեցի մեր սմբուկով հայկական ռոլերի մասին։ Մի քիչ այդտեղ ավելի երկար ժամանակ ենք ծախսում Տապակել, այո, սմբուկը հատկապես։ ու ինքս էլ երբ օրինակ հյուրեր են գալիս եւ շատ ժամանակ չունեմ որպեսի պատրաստեմ օրինակ սմբուկով այդ ռոլերը, ես մի անգամից օրինակ սա եմ պատրաստում եւ շատ գեղեցիկ է ու հաճելի է։ Եվ նորարարություն է բնականաբար հետաքրքիր է լինում, երբ հյուրերը գալիս են ու օրինակ ասում են, այս ինչ է, սա ինչ նորություն է, չէ, ավելի հաճելի է լինում։ Այնպես որ Սկսում ես ոգևորված պատմել ինչ ես պատրաստել, Այո։ ինչու ես որոշել հենց դա պատրաստել, որտեղ ես տեսել, ինչ մեկնաբանություններ կային այդ գրառման տակ, եթե օրինակ բլոգերների մոտ ենք հանդիպում։ Եվ նաև դա է տարածված, որ սոցհարթակները օգնում են յուրաքանչյուր ոլորտում նորարարություններ անելու։ Եվ գուցե շատերը հիշեն, կար ժամանակ, երբ պատրաստում էին, դա ոչ վաղանցյալում էր, թավայի մեջ թխված քաբլիթ, դրանից առաջ գազարով եւ վարունգով աղցան, մեկը պատրաստում է, դա դառնում է թրենդային եւ բոլորը փորձում են կիրառել։ Եվ գնալով քիչ-քիչ տենդենսը տանում է այնտեղ, որ փորձում են առողջ բաղադրատոմսեր ստեղծել, որն էլ առողջ ապրելակերպի կարևոր հատվածներից մեկն է։ Դե գոնե 10-ից 7 դեպքերում այո, դա այդպես է հիմա։ Գնում ենք դեպի այդ ուղղությամբ։ Այս ուտեստը ամենայն դեպս ինձ համար կդասվի այն նախուտեստների շարքին, որոնք պետք է ուտել ոչ թե պարզապես քաղցը հագեցնելու համար, Պետք է վայելել։ պահը վայելելու, այո, հաճելի մարդու ընկերակցությամբ, գեղեցիկ միջավայրում ամենակարևորը եւ այո, վստահաբար կարելի ասել, որ երբեմն ուտեստը ինքն է թելադրում, թե ինչպիսի միջավայր պետք է ստեղծվի։ Այո, Համամիտ ես։ վստահաբար դա այդպես է։ Իհարկե, դա միշտ պետք է հաշվի առնել, թե ում համար ես պատրաստում այդ երեկո, ովքեր են հյուրերը, պարտադիր է հաշվի առնել։ Առանց դրա Հիմա որ չի։ նայում ես այս նախուտեստին, Ահա։ ինչ ես պատկերացնում, ինչ միջավայր պետք է ստեղծել այս դեպքում։ Դա կախված ինչպիսի հավաք է, դա կլինի ընտանիքի անդամների հետ, ընկերների, օրինակ կարելի է պատրաստել եւ երեկոյան առաջարկել գալ ընթրիքի, սա կլինի նախուտեստը, որպեսզի ընկերներով մի լավ ֆիլմ դիտենք։ Այո, Լավ։ շատ ճիշտ Բայց ես ես Մանե։ այս նախուտեստին նայելու ընթացքում նաև պատկերացրեցի, որ կարելի է վայելել իհարկե հայկական, քանի որ մեր տեղական արտադրանքը գնալով զարմացնում է ամբողջ աշխարհին, սպիտակ գինու հետ։ Երեկոյան։ Օ, այո, իսկ սպիտակ գինին վստահաբար իր յուրահատուկ տրամադրությունն է ստեղծում, դա վստահաբար, բանելավ, իսկ այս ամենը ինչ երաժշտական ոճով դուք ուղեկցեիր։ Դե քանի որ շուտով ֆիլմ ենք դիտելու, արդեն պլանավորել եմ ամբողջ Այո, երեկոն։ Կարծում եմ թեթև ջազային մեղեդիներ կլինեն իմպրովիզներով իհարկե հագեցած։ Ուզում եմ հասկանում, դու կարողանում ես կարդալ իմ մտքերը, թե Կարողանում եմ, չէ, ուզում պարզապես ասել այսքան զգացում։ ժամանակ, բայց ես գիտեմ դու ինչ ես մտածում։ Ես մտածում էի ջազա բլյուզային նույնիսկ այսպես տրամադրություն կարող է ստեղծվել, եթե հատկապես ունենք այս դեպքում սպիտակ գինի, բայց ես պատկերացրեցի նաև այո, սառույցով վիսկի, շատ համեղ համադրություն կլինի, հատկապես երբ այո, այստեղ մենք ունենք նաև նուրբ մսամթերքի հետ կապված բաղադրիչ։ Ես Լեովին համաձայն եմ, ես սիրում եմ։ Անուշը կարծում եմ շատ ջազ։ արագ պատրաստում է, որպեսզի մենք եթերն ավարտելուց անմիջապես հետո իրականացնենք մեր մտքերը, գաղափարները եւ մեր առավոտ լուսոյի թիմով որոշենք այսօր երեկոյան ինչու ոչ ֆիլմ դիտել, սիրելի գործընկերներ։ Իհարկե։ Այո, Հիմա գրեթե ավարտում ենք, բայց մենք դեռ պետք է եւս մեկ պանիր քերենք եւ ավելացնենք վրան։ Հիշեցնեմ հերթականությունը, մենք պրոշուտոյի վրա կրեմ պանիր ավելացրեցինք, հիմա պեստո, ստրաչատելա, իդեպ հայկական արտադրանքի, որն արդեն մանր է, և լոլիկի չիր, Կրկին հայկական։
Դե Խրախուսում իհարկե։ են խոհանոցը, խրախուսումն է տեղական արտադրանքի եւ արտադրողի։ Միշտ թե մեր տեսանյութերում, թե Այո։ այստեղ կապար ենք դնում եւ ռուկոլա։ Չոր մասը հանենք, Իմ ամենասիրելի հատվածն է, գիտես չէ։ չոր հատվածները, բայց դու ինձ հենց համար նոր մի քիչ Դեն կոպիտ է։ նետեցիր դա։ Մի քիչ շուտ պետք է իմանալ։ Ահա։ Եվ փաթաթում ենք ու տեղավորում ենք ափսեի վրա։ Նեք, այսպես էլ արդեն գեղեցիկ է, բայց Իսկ սերմեր չկան։ ինչ Սերմեր չկա։ սերմ չկա։ Այսօր չկա։ Այս դեպքում ոչ։ Բայց կա պանիր։ Պանիրների տարբեր տեսակներ մենք ունեցանք այստեղ։ Հիմա մի փոքր պարմեզան պանիր կքերենք։ Այ գիտես ինձ ինչն է հետաքրքրում, որ գրեթե տարվա ընթացքում գրեթե 300 եւ ավել բաղադրատոմս մեզ առաջարկում է Անուշը։ Անուշ, օրինակ լինում են դեպքեր, երբ ասում ես, այ ինչպես էր այս բաղադրատոմսը, այ մոռացել ես, չես կարողանում հիշել։ Ուզում եմ ասել, գուցե օրերից մի օր գրի առնես քո բոլոր բաղադրատոմսերը, որպեսզի ի վերջո դու ինքդ էլ հասկանաս, թե ինչ հսկայական պաշար ես եւ ժառանգություն ես թողնելու մեզ բոլորիս կապված խոհանոցի եւ Հատկապես համեղ խոհանոցում։ սնվելու հետ, այո։ Իհարկե շատ հաճախ եմ մոռանում, որովհետև ես սիրում եմ ընդհանրապես գրի առնել եւ ունենալ նույնիսկ այդպիսի բազմաթիվ գրքեր, նոթատետրեր ունեմ արդեն բաղադրատոմսերի, բայց տարբեր օրինակ ունենք առանձին մի գիրք ունեմ, որտեղ միայն տեսանյութերից հետ կապված գրառումներ եմ անում եւ այդտեղ էլ տեսնում եմ եկել ինչ որ հետաքրքիր բաղադրատոմս է, վայ, սա մոռացել էի, պատրաստեմ կամ մոռացել եմ վերցնեմ, որպեսզի հետո նորից օգտագործենք, այդպես հաճախ է լինում իհարկե։ Պարտադիր պետք է գրի առնել, թե չէ, եւ ես ասեմ, որ հիմնականում սիրում եմ նույն օրինակ փախլավան պատրաստում եմ ամեն անգամ, շատ հաճախ եմ պատրաստում, բայց ես ամեն անգամ նորից սիրում եմ, որ գրված այսպես իմ աչքի առաջ լինի, որպեսզի տեսնեմ, որ հանկարծ ինչ որ մի փոքրիկ բաղադրից չմոռանամ։ Սա հենց այնպես գիտես, շատ չեմ ասում, որովհետև երբ օրինակ մենք որևէ տեղ պետք է ինքնակենսագրական տվյալներ լրացնենք եւ փոխանցենք, շատ հաճախ երբ փորձում ես իմի բերել քո գործունեության ընթացքում կերտած դերերը, Անսահման բարդ բան է դա։ Ես այս դերն եմ հաստորեն խաղացել, այս մեկը մոռացել է, այս մեկը չէի հիշում, բայց արի ու տես, որ Անուշը մի ամբողջ տարի է նա ամենօրյա նոր բաղադրատոմսեր ունի։ Այո, առաջարկում Բայց շատ հաճախ արագ թերթում եմ առաջին ալիքի սոցհարթակների էջերը, այո, տարբեր եւ արագ նայում եմ, եթե ինչ-որ մի բան բաց եմ թողել, արագ թերթում եմ։ Եվ այսպես մեզ մնում է ավելացնել պարմեզանը։ Չէ, ինչ խոսք, շատ ախորժելի, շատ տրամադրող։ Իհարկե, այսքան համեղ պանիրները միայն բավական էր ռուկոլայի հետ, որ համեղ ստացվի, բայց այստեղ ավելացնելու ենք նաև բալզամիկ կրեմ և շքեղությունը վերջնական արդեն կերևա։ Այո, բարի բոլոր իմաստերով շքեղ եւ տեսքի եւ համի եւ օգտակարության ինչու ոչ։ Այսքանը մեզ մնում է ասել Անուշ լինի, հուսամ կհավանեք անպայման կպատրաստեք։ Շնորհակալություն Անուշ, իսկապես շնորհակալություն ոչ միայն բաղադրատոմսի, այլ նաև այն տրամադրության համար, որ դու փոխանցում ես թե մեզ, թե մեր հեռուստադիտողներին ձմռան այս սառնաշունչ մառախլապատ առավոտը ջերմ նախուտեստով սկսելու համար, մինչ դուք կպլանավորեք ձեր առօրյան սիրելի հեռուստադիտողներ, Անուշը քիչ առաջ նշեց սոցհարթակների մասին։ Այո, սոցհարթակները մերօրյա իրականությունը նաև վիրտուալ թույլ է տալիս մեզ մեկ ձեռքի ափի մեջ տեղավորել մի ամբողջ աշխարհ, բայց երբեմն մենք մոռանում ենք, որ այնտեղ էլ ինչպես իրական կյանքում կան վտանգներ, եւ մեկ փոքրիկ հպումը անզգույշ նույն քլիքը կարող է շատ մեծ վտանգներ իրենից ներկայացնել, եթե չենք հետևում ամենապարզ կանոններին, որպեսզի լինենք պաշտպանված վիրտուալ իրականության մեջ։ Այո, սիրելիներ, ինչ եք ուզում ասել, որ հունվարի 28-ը անձնական տվյալների պաշտպանության
միջազգային օրն է, օրը սահմանել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե 2006 թվականի ապրիլի 26-ին, իսկ առաջին անգամ այն նշվել է 2007 թվականին։ Նպատակը պարզ է եւ շատ արդիական՝ հիշեցնել բոլորիս, որ մեր անձնական տվյալները ունեն արժեք եւ որ դրանք պաշտպանելը նույնքան կարեւոր է, որքան սեփական տունը կամ անձնագիրը։ Դա է նաև պատճառը, որ շատ երկրներում այսօրը անվանում են նաև գաղտնիության օր։ Գաղափարը նույնն է՝ լինել զգույշ, համացանցում նույն ինքն է վիրտուալ իրականության մեջ։ Եվ ցավոք, բայց անզգուշության դեպքերը, օրինակները այնքան շատ են, որ որոշեցինք խնդրել մեր գործընկերոջը պատրաստել տեսանյութ այն մասին, որ դիտենք ու սկսենք ավելի լուրջ վերաբերվել մեր անձնական տվյալների պաշտպանությանը։ Անուշ, շնորհակալություն, մենք հիմա կգանք, կփորձենք, դուք էլ դիտեք տեսանյութը։